Արզումանյան 10 և 17 շենքերի հետ կապված երկուսն էլ 4-րդ կարգի վթարային շենքեր են։ Երևանի քաղաքապետարանը սկսել է այս գործընթացը 2022 թվականի սեպտեմբերից և մենք հիմա 2025 թվականի հոկտեմբերին շարունակում ենք քննարկել, որ որոշ մարդիկ այնուամենայնիվ չեն գիտակցում, որ ապրում են 4-րդ կարգի վթարային շենքում և որ շենքը կարող է փլուզվել և Երևանի քաղաքապետարանը այստեղ ուղիղ պարտավորություն և պարտականություն չունի։ Հատուկ ուզում եմ շեշտել, սա մենք անում ենք, որովհետև հասկանում ենք, որ մարդկանց անվտանգությունը ամենից վեր է, բայց կան բնակիչներ, ովքեր որ հաստատի 0 արժեք ունեցող իրենց գույքը, 0 դրամ արժի, 4-րդ կարգի վթարային շենքում յուրաքանչյուր բնակարան, յուրաքանչյուր հասարակական տարածք, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, սիրելի Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչներ, արժի 0 դրամ, որովհետև ինքը փլուզման ենթակա է։ Եվ Երևանի քաղաքապետարանը առաջարկել էր ծրագիր, որով որ 10 և 17 շենքերի բնակիչներին մենք կվերաբնակեցնենք, այդ տեղերում կկառուցենք նոր շենքեր և համապատասխանաբար կփոխհատուցենք արդեն բնակարաններով նույն բնակիչներին, ովքեր որ ունեն 0 դրամ արժողությամբ բնակարաններ այդ հասցեներում։ Այսինքն 0 դրամը պետք է դառնար բնակարան։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր որ այս դատական գործընթացներով խնդիր են ստեղծում, թող իրենց պատասխանատվության բաժինը համապատասխանաբար գիտակցեն, որովհետև ինչքան կարանք ևս 3 տարի այս պրոցեսները իհարկե տանենք, բայց տիկին Բաբայան անկեղծ ասած, սա ձեզ չի ազատում պատասխանատվությունից, որ դուք հիմա ինձ ասում եք ինչ-որ բաներ դատական հայցեր ունենք, որոնք որ մերժվել են։ Դա ինձ չի հետաքրքրում ինչ պատճառով, տեխնիկական, ոչ տեխնիկական, դա ձեր պատասխանատվությունն է եղել։ Իհարկե, պարոն քաղաքապետ։ Տիկին Բաբայան, հիմա պետք չի էլի պատասխանել։ Հիմա բնակիչները կարան չգիտակցեն, որ այդ շենքը փլվում է ոչ միայն իրենց գլխելը, մի բան էլ կարող է նրանք առհասարակ այդ բաներ կան, չէ՞։ Մի մասը առհասարակ նույնիսկ այնտեղ էլ չի բնակվում։ Հիմա տենանք դատարանով կարող է մի բան ավել։ Հիմա դատարանը որ փորձաքննություն նշանակի, մեկը գնահատի այդ բնակարանները։ Գնահատողը որ մոտենա այդ շենքի ճաքերը տենա, եզրակացությունը կարդա սեյսմիկի, տեսնի 4-րդ ռիսկայնության վթարային շենք է, ի՞նչ է գնահատելու այդ շենքը, կամ այդ բնակարանը, կամ այդ հասարակական տարածքը։ 0.1 դրամ։ Ուզում եմ հասկանամ, լավ, վերջը ինչ է լինելու, այսինքն ինչ են պատկերացնում, որ այդ ձգձգումներով ինչ պետք է անենք, մոտավորապես էլի, դրա վերջը ինչ է։ Ասեմ ինչ է դրա վերջը, եթե խնդիրը չլուծվեց, մի օր այդ շենքերը փլվելու են, ուղղակի փլվելու են։ Ու պատասխանատվությունը այո, առաջին հերթին լինելու է նրանց վրա, ովքեր որ ամեն կերպ խոչընդոտում են ծրագրի իրականացմանը, թող բոլորը սենց պարզ շիտակ իմանան։ Մենք նախորդ 2 տարվա ընթացքում մոտ 70 բնակարաններ ենք հատկացրել 70 ընտանիքների։ Երբ պետք է գնայինք ամեն ընտանիքի հետ, տենց գեղեցիկ նկարվեինք մի հատ էլ, որ ցույց տայինք, որ Երևանի քաղաքապետարանը նման ծրագիր է իրականացնում, որ բոլորը իմանան դրա մասին։ Բայց ժողովուրդ ջան, ասենք, ոնց է, ասենք, ուզում ենք ձեզ օգնենք, դուք չեք ուզում մենք ձեզ օգնենք։ Ինչ անենք մենք, լավ։ Կարանք ձեռներս լվանք, ասենք ժողովուրդ ջան, Երևանի քաղաքապետարանը այստեղ պարտավորություն չունի։ Մենք անում ենք հաշվի առնելով, որ դա մեր քաղաքացիներն են, այն մարդիկ են, ովքեր որ ապրում են վտանգավոր պայմաններում։ Ու ինչ որ մի մասը այդ քաղաքացիները ասում են, չէ, գիտեք, մի 42 քառակուսի մետր ինձ ավել տարածք տվեք, հետո լավ։ Հետո շատ լավ։ Թող դատարանը որոշի փորձաքննություն, բոլոր այն մարդիկ, ովքեր որ դիմադրում են, փորձաքննություններով, իրենց հետ միայն այդ փորձաքննություններով եւ գնահատված արժեքով հարցը կլուծվի։ Չի կարելի այդպես վերաբերվել, հանրային վտանգավորություն ունեցող շենքեր են դրանք։